Լրագրողներ շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրում, միշտ լուսաբանում եք փոքր միջին բիզնեսի բողոքի ակցիաներն ու խնդիրները։ Մենք այսօր մի այլ ձևաչափով ենք որոշել իրականացնենք մեր բողոքի ակցիան, հաշվի առնելով, որ շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ընդ որում այդ պատճառները շատ հետաքրքիր կան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, առևտրի իրականացման վայրեր, որտեղ ըստ մեր ունեցած օդում կախված լուրերի, որտեղ այդ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչներն են խոչընդոտում բիզնեսները կան, խոստումներ են տալիս եւ այլն եւ այլն։ Ու կան իրականում օբյեկտիվ պատճառներ, նույն այսօր մարզերից Գյումրիից մեր տնօրենը հազիվ եկավ այդ ձյան պատճառով եւ այլն, այսինքն բաներ կան, որոնք մարդիկ համաձայն են, այսինքն իրենք էլ են գտնում, որ իրենց մոտ այդ խնդիրը կա, բայց ֆիզիկապես, ասենք, այլևս ընդունելի չի, փողոց դուրս գալ եւ այլն։ Դրա համար որոշեցինք այս ձևաչափով անել, ընդամենը 3-4 օր առաջ սկսեցինք թղթային ստորագրահավաքը, քիչ առաջ մեր գործընկերներն էլ միացան, Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Էմինե Թովմասյանն էլ այստեղ, այսինքն հաշվապահներն էլ այլ ձևաչափով կանեն էլեկտրոնային ստորագրությամբ, բայց այս պահին դեռևս էլ հավաքվում է, բայց որոշեցինք այս մասը ամփոփենք, 2300-ից ավել ստորագրություն է այստեղ հավաքագրվել, որտեղ զուտ ստորագրություններ չի, ես էլ եմ ուզում նշեմ, այսինքն այստեղ նույնականացված են մարդիկ իրենց հարկային կոդերով, հեռախոսի համարներով, այսինքն պարզապես տենց ինչ-որ թղթեր չենք լրացրել ու ներկայացնում, որտեղ պահանջը էլի մեկն է, հետ կանգնել այդ որոշումներից, այսինքն այն ընդունված երկու օրենքները, որոնք շրջանառության հարկի ռեժիմը բարդացրել են, խեղաթյուրել են ամբողջ շրջանառության հարկի գաղափարախոսությունը եւ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել, սրան ավելացվել է ընդամենը մի քանի օր առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունված հաշվապահների ու իրավաբանների հարկային բեռը, որ հուլիսի 1-ից թանկացել է, որը էլի ուղիղ ազդելու է փոքր ու միջին բիզնեսի վիճակի ազդեցության վրա, վատթարացման վրա, որովհետև մի կողմից կառավարությունը բարդացնում է հաշվառումը, մյուս կողմից, այսպես ասած, անհասանելի է դարձնում մասնագիտական ծառայություններից օգտվելը, ես խոսում եմ գերփոքր բիզնեսների մասին, այս գրության մեջ նաև կան հաշվապահներ, իրավաբաններ, մարզերից փոքր բիզնեսներ, առևտրի իրականացման վայրերից տարբեր բիզնեսներ եւ բոլորի այս ստորագրություններով մուտք են անում կառավարության ղեկավարի անունը, որովհետեւ մեր բազմաթիվ հանդիպումների արդյունքում թե ազգային ժողովում, թե տարբեր գերատեսչության ղեկավար կազմերի հետ հասկացել ենք, որ որոշում ընդունողը մի հոգի է եւ բնական է այստեղ ոչ թե պետք է լինի մենախոսություն, այլ երկխոսություն, հերիք ասենց ասում անկանխատեսելի եւ բիզնես միջավայրը անընդհատ ցնցումների ենթարկելու որոշումներ ընդունել, այլ պետքա սա առիթ է, որ նրանք հաշվի նստեն եւ հասկանան, որ պետքա նստել, խոր ազդեցության գնահատում անել, նոր որոշումներ ընդունել։ Абսուրդային ժանրից է, էլի, ասենք տարվա կեսից նույն հաշվապահների իրավաբանների մասով, ավելի խորը Տիկին Թովմասյանը կասի, ասենք տարվա կեսից հարկային ռեժիմ փոխել, ասենք չտեսնված բան է, ամբողջ աշխարհում չտեսնված բան։ Այսինքն վստահ եք, որ Փաշինյանը ականջալուր կլինի եւ անձամբ կընդունի հարկատու հերոսներին։ Մենք երրորդ անձի անունից ես ոչ մի բան վստահության չեմ ասի, բայց այն լոգիկան, որ ներդրվել է այս կառավարության կողմից, կամ հայտարարվում է, որ չգիտեմ 30 հոգով եկեք պետության մոդելի մասին խոսանք, ինձ թվում է բավարար է 2300 ու էլի եմ կրկնում, հենց հիմա էլի շարունակվում է, ինքներդ է տեսակ, որ էլի բերում են 2300 փոքր բիզնեսի ներկայացուցիչ ստորագրի եւ ասենք կառավարության ղեկավարը ժամանակ գտնի խորը նստի վերլուծություն իրականացնի, թե ինչա կատարվում փոքր բիզնեսի կյանքում, հաշվապահի կյանքում, իրավաբանի կյանքում, որը իրենց կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Ներողություն, նախորդ եթե չեմ սխալվում, մեկ ամիս առաջ էլեկտրոնային նամակները, որ նախորդը ոչ թե ստորագրահավաքով էր, այլ ասոցիացիան, ՊՄԾ ասոցիացիան մշտապես որպես պետություն մասնավոր հատված երկխոսության, այսպես փոքր բիզնեսի պետության միջև տարբեր հանդիպումներ եղան, այսինքն աշխատանքային քննարկումներ, բայց այս